Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում հինգշաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր տնօրեն քաղաքագետ Աբրահամ Գասպարյանին։ Բարև ձեզ, պարոն Գասպարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Գասպարյան, եթե դեմ չեք, խոսակցությունը սկսենք երեք ազգային ժողով տեղի ունեցած, ուրեմն այդ հարց ու պատասխան, այսպես առաջին երևի թե ավելի ճիշտ կլինի ճակերտավոր հարց ու պատասխանի մասին, ուրեմն զրույցով, ինչ զգացիք, ինչ տպավորություն թողեց, դիցուք եթե ես գնահատելու լինեի, դա նույնիսկ հարց ու պատասխան չէի անվանի, ավելի շուտ դա խորհրդանական զրույցներ էին, լսումներ էին, քաղաքացիական պայմանագիր, կառավարություն, ինչ-որ համատեղ նիստ կամ մի ուրիշ մի բան։ Ձեր գնահատականը։ Հարև նման է ձեր տված գնահատականին։ Ավելի շուտ ես կասեի ներկուսակցական հաշվետվություն, բաց թափանցիկ, նաև հստակ ուղերձներով ընտրազանգվածի որոշակի հատվածին, եթե ընդհանուր ամբողջության մեջ փորձենք դիտարկել, մի քանի ֆրոնտով, մի քանի ճակատով աշխատանք տանելու կամ պատրաստվելու այն գործողություններին, որոնք փորձելու են նախաձեռնել վարչապետարան թորմոզ զբաղեցնողը իր քաղաքական խմբակով։ Խոսքը վերաբերում է երկու ճակատի ներքին եւ արտաքին ճակատում անելիքների։ Արտաքին մեսիջինգը, եթե կարելի ասել, կամ քաղաքական ուղերձը, որը փորձում էր հղել, այն է, որ ես արևմուտքից, նաեւ Թուրքիայից եւ Ադրբեջանից շարունակում եմ ակնկալել աջակցություն իմ իշխանությունը պահելու համար, այլապես բոլոր տարածաշրջանային ծրագրերը, որոնցով Հայաստանը կհայտնվի թուրքական աշխարհի ակցանում կտապալվեն, սա մեկ, եւ բնականաբար հստակ հասցեատերեր էին այդտեղ շոշափվում Անկարա, Բաքու, Լոնդոն, ի վերջո, ինչու՞ չէ նաև ինչ որ չափով Վաշինգտոն, հակառակ փաստին, որ այսպես կոչված Թրամփի ուղի ծրագիրը տարածաշրջանային որոշ երկրների հետ կոնսենսուսի շնորհիվ է տեղի ունեցել, կայացել, այնպես չէ, որ Թրամփը հենց այնպես եկավ, ինքը հավանաբար մեր ռեգիոնում պետությունների հերթականություն էլ չպիտի, հա, ձախից աջ եթե փորձենք անել։ Արտաքին մեսիջը դա էր, ուղերձը դա էր, իսկ ներքին դաշտում, որպեսի կարողանա արտաքին դաշտի ձախողումները տրանսֆորմացնել, փոխակերպել եւ ներկայացնել որպես հաջողություն, երկու դաշտում փորձեց խոսույթ ձևավորել։ Այսպես կոչված էժան ծորենի քաղաքականությունը, որը մեզ պատմությունից հիշեցնում է ընդհանրապես Մարիա Անտուանետի, ժամանակ այլընտրանքի ծորեն գնելու այո, որ ընտրազանգվածին փորձի կերակրել, ասել, որ տեսեք, մենք այո անունը դնում ենք ինքնիշխանության ամրապնդում, դուք ասում եք կորուստ ինքնիշխանության, բայց մենք կարևորը էժան հաց ենք ձեռք բերելու կամ ծորեն ենք ձեռք բերելու։ Եվ երկրորդը, ինչպես զբաղեցնել հանրույթին առհասարակ, ստեղծելով այլընտրանքային երկրորդական, երրորդական նշանակության խնդիր, բայց ուռճացնելով դա, ձևացնելով, որ պետության անվտանգության սպառնացող գլխավոր մարտահրավերն է, դա եկեղեցին է եւ եկեղեցու դեմ արշավին պատրաստվել։ Եվ ամենևն էլ պատահական չեմ համարում իր այն հանդուգն ոչ համարձակ, հանդուգն բացասական երանգավորմամբ հայտարարությունը, որ ես կարգալույծ արված տերհոր կամ քահանայի ձեռքից պատրաստվում եմ հաղորդություն։ Շատ լավ, սիրելի Աբրահամ, մենք այդ հարցին իհարկե շատ ավելի խորությամբ հիմա կանդրադառնանք, բայց տեսեք մի ընդգծում անեմ, տրամադրությունները շատ բարձր Փաշինյանի եւ իր քաղաքական խմբակի, երբ խոսում էին Ալիևի վերջին ուրեմն ելույթների մասին, նրա բարձրաձայնումների մասին, խոսույթի մասին, կապված հենց այդ ծորենի ճանապարհի հետ եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչպես Ալիևն ասաց, խաղաղությունը հաստատված է եւ հիմա նրանք եկել էին խորհրդարան այդ մասին ավետելու, այդ մասին ուրեմն են ձեր ասած մեծ խրախճանքը կառուցելու ու մեկ էլ ընդդիմությունը չկա, այսինքն քաղաքականություն, որը չի ընդունվում ընդդիմության կողմից, ես այսպես եմ հասկանում։ Ես կարծում եմ, որ ընդդիմության չմասնակցել այդ լսումներին վերջին մի քանի տարվա ամենակարևոր որոշումներից մեկն է եղել, որովհետև վերջին հաշվով սա մոնոլոգ էր
եւ այդ հոգեխանգարմունքի հասնող Հրճվանքի ուղղակի, չգիտեմ ինչ ասեմ։ այո, այդ ամբողջը ապացուցում էր, որ ինքը պատրաստված էր ընդհանրապես սադրանքի, հայհոյանքի, պարսավանքի, անարգանքի սյանը գամելու, հերթական անգամ նախկին ներկա խաղալու, հա, այդ Պանդորայի արքը հերթական անգամ բացելու, բայց ընդդիմությունը փաստորեն չեկավ եւ ինքը կարծես առանց ոչ մի շարժառիթ ունենալու ոգևորվեց եւ փորձեց այդ մեսիջները փոխանցել, շատ լավ իմանալով, որ եւ ընդդիմությունը եւ ամբողջ ժողովուրդը լսելու է այն մեսիջները ինչ որ կան։ Բայց այստեղ ես պարոն Անդրեասյան, երկու կարևոր հանգամանքի վրա եմ ուզում կանգ առնել։ Ինչու է այդ հրճվանքը եւ ինչու է մեջբերվում մեծ հաշվով Ալիևը, նրան շնորհակալություն հայտնում, չգիտեմ, ձոնում են ինչ որ դիֆերանտներ իր հասցեին։ Սա տեսեք, որ մենք ասում էինք, տեսակ Ալիևը ինչ արեց։ Սա արտաքին քաղաքականության տոտալ տապալման ամենափոքր մխիթարանքի աղյուսն է, որի վրա հենված այս իշխանությունը ուզում է նախընտրական քարոզարշավը կառուցել մեծ հաշվով։ Չեմբերլենն էլ 38-39 թվականին մենք շատ լավ հիշում ենք գնաց Մյունխենում ստորագրեց այդ փաստաթուղթը, ուրախացած եկավ եւ օդանավակայանում այո խաղաղությունը, բայց արդյունքը եղավ այն, որ Եվրոպան եւս ստացավ պատերազմ եւ ստացավ նվաստացում մեծ հաշվով եւ սա կլասիկ օրինակ է, ընդ որում միակը չէ, մենք Մերձավոր Արևելքից տասնյակ օրինակներ կարող ենք բերել, ամենաթարմը, ամենավերջինը Թրամփի անմիջական միջնորդությամբ եւ հովանավորությամբ Գազայում այսպես կոչված խաղաղության կամ հրադադարի հաստատման նոված ջանքերն էին, որը Իսրայելը 24 ժամ չանցած բնականաբար խախտեց։ Այստեղից եզրակացություն։ Երբ դու որպես պետություն շատ լավ իմանալով կամ կասկածելով, նվազագույնը կասկածելով քո պոտենցիալ բարեկամի, հիմա թշնամու, իրականում թշնամու, ձգտումների, նպատակների, վերջնական նպատակները, նույնիսկ եթե ես հեռու եմ մտքից, որ այս իշխանությունը այդքան էլ չի հասկանում, որ Ադրբեջանը պատրաստում է սցենար B, պլան C, D եւ այլն եւ այլն։ Հեռու եմ մտքից։ Այնպես չէ, որ իշխանությունում լինես 7 տարի, պատերազմ տեսնես, պարտվես եւ գոնե նվազագույն մի քանի դաս չքաղես այդ իմաստով եւ չհասկանաս ում դեմ ես բանակցում։ Եթե դու ռազմավարական դիսբալանսը, իսկ մեր տարածաշրջանում գոյություն ունի այդ դիսբալանսը, Հայաստանը եւ Ադրբեջանը ասիմետրիկ պայքարի մեջ են։ Թե ռազմական հաշվեկշռի, թե դիվանագիտության, թե տնտեսական շահերի եւ թե ինքնիշխանության հարցում։ Եթե դու չունես այն քաղաքականությունը, որով քո հակառակորդին ինչ որ X պահի կկարողանաս հանկարծակի բերել, բայց դու խրախճանք ես սարքում, նշանակում է դու տապալված ես որպես պետություն։ Այստեղից է որ մեր զրույցի սկզբում ես նշեցի, որ Հայաստանը ինքնակամ իր իշխանության միջոցով ինքնագլդորվում է դեպի թուրքական տնտեսական աշխարհի ակցանը։ Այսինքն սա քաղաքական մազոխիզմի հերթական դրսևորումն է, երբ դու տեսնում ես, որ քեզ կուլ են տալու։ Եվ դու ժպտում ես, այո։ Դու ժպտում ես, գնում ես այդտեղ շատ լավ հասկանալով, որ վտանգված ես ամբողջությամբ, բայց ինչ որ հույսեր ունես, երազախապություն հիշեցնող քաղաքական ավելի շատ, որ քեզ ինչ որ մեկը կփրկի կամ ինչ որ խոստումներ կտան։ Տեսեք աշխարհում այսօր տնտեսական եւ ֆինանսական ինչ շարժեր են տեղ ունենում։ Մենք միայն անվտանգության ռազմական եւ քաղաքական կոմպոնենտի վրա ենք կանգ առել, բայց ես չի ուզի անտեսենք տնտեսականը, թե աշխարհում ինչ է տեղի ունենում։ Ոսկու գների, ոսկու պաշարների անհատնում թվացող, հա, պաշարների սպառումը Չինաստանի մուտքը քաղաքական տնտեսության մեծ դաշտ, Միացյալ Նահանգների հետ սառը պատերազմը ավելի թեժացնելու, հա, առաջիկայում Սի Ցզինպին, Թրամփ հնարավոր հանդիպումը, Ռուսաստանի ոսկին վերցնելը, հա, դոլարի արժեզրկումը, այս բոլորը գործոններ են, որոնք ստիպում են նաև այս տարածաշրջանում թուրքական աշխարհին որդեգրել շատ հետաքրքիր քաղաքականություն, որը անգլերենում է կոչվում, այսպես ես թարգմանաբար ներկայացնում, կլանման քաղաքականություն կոչվում։ Այդ կլանումը երկու ուղղությամբ է գնում, պարոն Անդրեասյան։ Ա դեպի հարավ Թուրքիայի կողմից է, խոսքը Մերձավոր Արևելքին է վերաբերվում, Սիրիա, Լիբանան, ի վերջո Իսրայելը բարձրանում այդ տարածաշրջանում, մոտենում է Թուրքիայի սահմաններին, չի բացառվում նաև Իրաքը հայտնվի այս ամբողջ ներքաշվի այդ process-ի մեջ։
եւ ռազմավարական խորք հանդիսացող արևելք Թուրքիայի համար։ 2013 թվականին Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որը կադրային դիվանագետ է եւ իրենց դիվանագիտական մտքի առաջատարներից մեկն է եղել, եւ ռազմավարական տարածաշրջանային գիտակ, այսպես ասել։ Այո։ Ռազմավարական խորհրդություն տիտանական աշխատանքը, որը գրել էր իսկապես եւ այդտեղ երկու ուղղություն էր նշում Թուրքիայի համար։ Մեկը Բալկաններն է եւ երկրորդը դեպի արևելք, Կովկաս եւ Կովկասով դեպի Միջինասիական պետություններ։ Հիմա Թուրքիան որպես կայսրություն եւ կայսերական դիվանագիտական ավանդույթներ ունեցող ինստիտուցիոնալ հիշողություն ունեցող պետություն, ինքը հենց այնպես դիվանագիտական կուրս չի որդեգրի կամ չի հայտարարի եւ կիսաթո ինքը գնում է այդ ուղղությամբ եւ պարզից էլ պարզ է, որ իր համար դեպի արևելք անխոչնդոտ անարգել գնալ գալը ռազմավարական խնդիր է եւ ինքը փորձելու է տնտեսությամբ կլանել Հայաստանը, այսինքն այն խոսույթը, որը ձևավորվել է եւ սրա մասին ես անկեղծ ասած ուղիղ 1 տարի առաջ եմ ասել, որ ռուս-ուկրաինական հակամարտության պայմանավորված ծորենի միջազգային բորսաներում գների տատանումները ստիպելու է Թուրքիային այլընտրանքային ճանապարհներով Միջին Ասիայից հիմնականում այդ ծորենի պաշարները համալրել։ Տեսեք, էներգետիկ առումով Թուրքմենստանից են բերում Իրանի ճանապարհով, այսինքն այլընտրանքը ստեղծելու որպես էներգետիկ հաբ դառնան տարածաշրջանում։ Մթերքի առումով առաջնահերթ նշանակությամբ Միջինասիական պետությունը հիմնականում Ղազախստան։ Ղազախստանում գյուղատնտեսությամբ զբաղվող ես դες թիվ կհնչեցնեմ հիմա ավելի քան 3 տասնյակ թուրքական ընկերություններ կան, որոնք խոշոր ներդրումներ են արել այդտեղ եւ շուտվանից են արել։ Եվ իրենք շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանի փափուկ փորը հանդիսացող միջինասիական տարածաշրջանում Ռուսաստանին ցավեցնելու կամ խնդիրը ստեղծելու համար, այսպես ասեմ, տնտեսական ներդրումների դաշտը հենց Ռուսաստանի հետ ամենամեծ նաև ցամաքային սահման ունեցող երկրում Ղազախստանում, այսինքն թուրքական կապիտալը Ղազախստանում, հիմա այդ կապիտալը փորձելու է այս տարածաշրջանում Հայաստանը շրջանցելով, որպես տարանցիկ երկիր ուղղակի դիտարկելով, փորձելու է անցնել այստեղից, բայց հարց, արդյոք հետադարձ ճանապարհը երաշխավորված է թե ոչ Թրամփի ուղիով, այդ մասին խոսք կա, ոչ պաշտոնական հայտարարությունների մակարդակով, ոչ Հայաստանում, ոչ Երևան, ոչ Բաքվում, ոչ էլ Անկարայում։ Մենք եթե հետևենք այդ նարատիվին, որը ձևավորվել է, Բաքվում եւ Անկարայում բացառապես ասում են, որ մենք պիտի գնանք կանխոչնդոտ։ Այսինքն Հայաստանը վերջին վագոնն է, որին կարելի է շրջանցել, կարելի է չանդրադառնալ, կարելի է սպառնալ, վախսերմանել, սպառնալ պատերազմով, ասել, որ ռևանշիստները պիտի գան, միջազգային իմիջը այսպես ստեղծեն եւ ինչից բնականաբար օգտվում է այս վարչախումբը, հաստատելով այդ թեզերը եւ ժողովրդի մեջ վախսերմանելա, որ եթե մենք չլինենք, պատերազմ կլինի, բայց եթե մենք լինենք, նվազագույն դուք կունենաք սորենի այլընտրանքային տարբերակ։ Մարդ, որը ամբողջությամբ պատասխանատվություն է կրում իր քաղաքական ոհմակի միասին։ Արցախը կորցնելու եւ Արցախը միայն մեր անվտանգային վահանը չէ։ Արցախը Հայաստանի եւ հայ ժողովրդի տնտեսական անվտանգության վահաններն է։ Սորենի առումով։ Եթե ես հստակ տոկոսները չեմ հիշում, մի ժամանակ հրապարակել էի, բայց եթե դու նվազագույնը 15-20%-ի ծորենդ կարողանում է իր այդ ինքնաբավությունը ապահովել Արցախի հաշվին, հիմա նստել ուրախացել ես, որ Ղազախստանից ծորեն է գալիս Ադրբեջան եւ շնորհակալություն պիտի հայտնես Ալիևին, սա չեմ կարծում քաղաքականապես հասուն որևէ հայի ուղեղում ինչ որ եղանակ փոխի։ Սա հայրտական քայլներ ցույց տալու սեփական ընտրազանգվածին, որ այս համատարած գնաճի պայմաններում, իսկ գնաճի տվյալներ մի հատ փորձենք համեմատել 6 ամիս առաջվա եւ հիմիկվա, մենք փորձում ենք ինչ-որ այլընտրանքային միջոցը գտնել, որպեսզի բողոք չբարձրանա կամ ժողովուրդը չբորբոքի կրքերը ավելի շատ։ Ինչով է դա արվելու է պարտքերի հաշվին, սա կոմպլեքս է, պարոն Անդրեասյան, դուք էլ գիտեք։
Պարտքերի հաշվին պետության պարտքը ավելանալու է, ինքը փորձել է մի փոքր թոշակներ բարձրացնել, աշխատավարձեր բարձրացնել եւ ասել, որ տեսեք շուկայում այսպիսի հսկայական տատանումներ չկան եւ փորձի խնդիր լուծել նախընտրական։ Եվ իհարկե վերադառնալով մեզ, ինչպես ասեմ, վերադառնալով մեզ, ինչ է կատարվում Հայաստանում, ներ քաղաքական արդեն դաշտում, ֆրոնտում, ըստ էության ներսում քաղաքականություն որպես այդպեսին չկա էլ, եթե հաշվի չառնենք այն ինչ որ դուք նշեցին, ընտրությունների են պատրաստվում, չգիտես ինչ որ բաներ են ստեղծում, չկա էլ եւ հիմնական խոսույթը մեր այսօրվա հայ առաքելական եկեղեցու հետ կապված այս խնդիրն է, որ ստեղծել է երկրի վարչապետը եւ պատրաստվում է ինձ հասած տեղեկություններով արդեն պատրաստվում է մինչև նոյեմբերի 4-ը կարծես այս հարցը վերջացնել։ Բանագնացներ ուղարկել Էջմիածին եւ այլն, չգիտեմ, Մարգիրակի օրն էլ պատարակի են պատրաստում կարգալույծ արված քահանայի ձեռամբ։ Ինչու հարվածեց Փաշինյանը հենց եկեղեցուն։ Ինչու հենց եկեղեցուն հարվածեց։ Արդյոք դա վերջին, այսպես ասենք, պատվարներ ազգային միասնության, արդյոք դա չգիտեմ, ամենամեծ խանգարիչն էր իր քաղաքական արտաքին քաղաքականության մեջ իր չգիտեմ ինչ թեզերը առաջ տանելու կամ գործողությունները առաջ մղելու։ Եկեղեցին ինչքանով էր ընդգրկված Հայաստանի դեմ այս ամբողջ ուրեմն հակամարտության, որ կա, ասենք, Ադրբեջանի, Թուրքիայի եւ մյուսների կողմից։ Եկեղեցին միշտ է խանգարել, հայ եկեղեցին միշտ է խանգարել թուրք-ադրբեջանական պրոքսի դաշնակիցներին Հայաստանում, որոնք միշտ էլ եղել են։ Մեր հիշողությունից դեռ չի վերացել 2012 թվականից այս կողմ բոլոր այն մասսայական ակցիաները, ցույցերը, չգիտեմ ինչերը, հակաեկեղեցական արշավը սոցիալական ցանցերում։ Եվ դրա փառապսակը բնականաբար 2018 թվականին Գնդեվանում վեհափառ հոր քաշքշելու դեպքներ։ Այդ օրվանից ի վեր ինձ համար պարզեցել էր, որ խնդիրը այստեղ միայն քաղաքական չէ, խնդիրը միայն ազգային դաշտում չէ, հա, ազգային միասնության ջլատումը որպես ազգային միակ ինստիտուտ, որը 1700-ամյա փորձ ավանդույթներ վարդապետություն ունի եւ առաքելություն վերջո այ ժողովրդի պատմության մեջ իրեն քանդել։ Ոչ։ Ես խնդրին մի փոքր այլ դիտանկյունություն նայեմ, պարոն Անդրեասյան։ 2011-12 թվականին համաքրիստոնեական ճամբարում, ընդհանրապես էկումենիկ այսպես դաշտում շատ հետաքրքիր որոշումներ են ընդունվել, որոնք մեր ուշադրությունից բռնել են։ Նայած ես անձամբ որպես մասնագետ նաև ուսումնասիրել ուղղությամբ չենք էլ նայել նույնիսկ, այսպես ասեմ, ոչ էլ ուշադրություն ենք դարձրել։ Խնդիրը քրիստոնեության վերափոխումն է։ Եվ որի կարևորագույն դրսևորումներից մեկը 2016 թվականի Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցն էր Հայաստան։ Կհիշեք, այդ ժամանակ կոմունիկե պիտի ստորագրվեր, հռչակվեր, հայտարարվեր։ Շատ ուշացավ դա։ Ինչու, որովհետև հայ եկեղեցին դավանաբանական լրջագույն վերապահումներ ուներ յուրաքանչյուր բառի, տեքստի, տառի հետ կապված։ Եվ մենք վճարում ենք հիմա այդ ամեն ինչի համար։ Ի վերջո։ Առաքելականությունը կամ օրթոդոքսալ ուղղությունը, ինչու Նիկոլի ով պիտի աներ, ոչ դուք եք անել, ոչ ես։ Դա եկեղեցու խնդիրներ, ինքը պիտի փորձեր։ Մեր եկեղեցին ունի իր թերացումները լրջագույն այդ հարցում, ժամանակակից թրենդներին ճիշտ չհետևելու եւ իր կարծր պահպանողականությունը մի փոքր ճկուն չդարձնելու առումով, այդ իսկ պատճառով նաեւ հայտնվում են թիրախում այնպիսի մարդիկ, այնպիսի դերակատարներ, որոնց ես չեմ որ պիտի դատեմ ասեմ մեղսակից են, մեղսակից չեն եւ այլն, կամ որոնց այսպես կոչված մեղավորության պատճառով կամ իրենց պատճառով նաեւ եկեղեցին է, հա, հարվածի տակ դրվում, ինչից օգտվում է այս վարչախումբը։ Այսինքն Նիկոլա ոչ թե ինքը շատ փոքր է։ Չարենցի ասած ինչպես անհասար Արարատին նետված քար։ Ինքը շատ փոքր է եկեղեցու դեմ պայքարելու, բայց ինքը անում է այնպիսի արագացուցիչ քայլեր, որոնք աջակցություն են ստանում դրսում։ Այսինքն իր քայլերը
սատարում են դրսում։ Ինչու՞, որովհետև ճիշտ ուղղությամբ է գնում իրենց տրամաբանությամբ։ Իսկ որն է այդ ճիշտ ուղղության ավարտը, թիրախավորել անձին եւ անձի միջոցով հեղինակացրել ինստիտուտը։ Շատ պրիմիտիվ տեխնոլոգիա է անում, որովհետև հակառակ ուղղությամբ իրենք չեն կարող։ Հո եկեղեցու վարդապետություն չի կարող, քիչ գիտելիք ունի կամ ընդհանրապես ինչ հասկանում կրոնից։ Կամ ինքը չհասկանում, որ բանադրման եզրին գտնվող կարգալույծ արված քահանայի ձեռքից օրհնություն ստանալը կամ հաղորդություն ստանալ, նույնն է թե ես կամ դուք որևէ մեկին հիմա փորձենք հաղորդություն տալ։ Ինքը շատ լավ հասկանում է։ Հա։ Ինքը շատ լավ հասկանում է այդ ամբողջը, բայց խնդիրը այստեղ էլ եմ ասում քրիստոնեության ներսում լավ, ասեմ հերոստալսարան թող ինքը հետաքրքրվի նաև գնահատական տա, բողոքական սիոնիզմի ուղղվածությունն է, որը գլուխ է բարձրացրել վերջին 15 տարում քրիստոնեական եկեղեցում, եւ որի առաջամարտիկները շատ հուժկու եւ ակտիվ քարոզություն են տանում Հայաստանում տարբեր անդավորական կազմակերպությունների միջոցով։ Սա լուրջ ուղղվածություն է, որի թիրախում կրկնեմ օրթոդոքսալ եկեղեցին է, ուղղափառ եկեղեցին է առհասարակ, որի հարվածներից մեկը հենց 20 թվականի հուլիսի 24-ին Լոզանի պայմանագրի հիշատակման օրը մենք տեսանք երրորդ Հռոմի այսպես կոչված էստաֆետը ոտնատակ անել է Էրդողանը, երբ այցելեց Սուրբ Սոֆիա եկեղեցի եւ նամազի արարողություն տեղ ունեցավ, այսինքն քրիստոնեական եկեղեցին դարերով, որ թանգարանի կարգավիճակ ուներ կապ, ինքը վերածվեց մզկիթի եւ ռուսական օրթոդոքսալ եկեղեցին ատամները կրճատացնելով, լարելով ի վերջո անտարբերության մատնելով չկարողացավ պատասխանել շատ լավ հասկանալով թե տենդենսը ուր է գնում եւ հարվածները որտեղից են գալիս։ Հիմա մեր եկեղեցին, պարոն Անդրեասյան, ես հարվածնորդակ թիրախում է, այստեղ խնդիրը կրկնեմ ոչ Նիկոլն է, ոչ Պողոսը, ոչ Մարտիրոսը։ Նիկոլը ընդամենը արագացուցիչ է։ Այն ջոկերն է, որին օգտագործում են, դե հայրենիք ծախողի համար եկեղեցի ծախելի ինչ բան է։ Վերջո ոչ մի տարբերություն չկա, ոչ ես եմ անելու, ոչ դուք եք անելու, դերակատարներ պիտի լինեն։ Սա էլ Փաշինյանը կարող է օգտագործել ձայն ստանալու համար դրսից աջակցություն որպես։ Իհարկե։ Իսկ կարգալույծ արված քահանայի հայտարարություն, որ 10,000 մարդ կբերեմ, ովքեր են այդ 10,000 մարդիկ։ Այդ աղանդավորական շարժումների ներկայացուցիչներ, որովհետև որևէ բանական հայ, որը իր տան շեմը բացել է գեթ մեկ անգամ տեր հոր համար, երեխային է կնքել, չգիտեմ, թաղմանարար հուղարկավորություն եղել, մոմավառել, չի կարող որևէ տրամաբանական հայ, նույնիսկ ամենաանգետը, որ հերույ է այս քաղաքական ամեն ինչից եւ այլն, նվազագույն ամենավերջում կասի լավ, ես այդ տեր հոր ձեռքից մի բաժակ ջուր եմ խմել կամ իմ տանը հաց եմ տվել, օրինակ եմ ասում։ Հիմա այդ 10,000 մարդ ինքը որտեղից է հավաքելու։ Այ հակառակը այստեղ խնդիր։ Այ վեհապարն է այստեղ որ պիտի խոսի։ Եվ ինքը շատ լավ գիտի, ինչպես պիտի անի այդ ամբողջը։ 10,000 չէ, թե պետք լինի 100,000 մարդ պիտի հանի եւ այստեղ որևէ նշանակություն չունի, եւ որ անվտանգության ծառայության աշխատակիցները մտել էին Էջմիածին Միքայել Սրբազանին կալանավորելու, թե մարդիկ ինչու չհավաքվեցին եւ այլն։ Կոդեր կան, մեսիջներ կան, որոնցով եկեղեցականները շատ լավ հասկանում են ինչպես կարելի է մոբիլիզացնել, մարտական պատրաստվածությունի վերջո բարձրացնել եւ մարդկանց ասել որ գիտեք ինչ, այստեղ խնդիրը ոչ ես եմ, ոչ թե ես, հա, գուցե դրանից հետո ես ընդունեմ դիցուկ իմ մեղավորություն X հարցում, բայց դրա համար գոյություն ունի ոչ թե աշխարհիկ դաշտ, այլ գոյություն ունի հոգևոր դաշտ, գոյություն ունեն մարմիններ եկեղեցական, որոնցում ներգրավված են նաև աշխարհիկ ներկայացուցիչներ, եւ այդտեղ է որ պիտի քննարկվեն այդ հարցերը, բայց ոչ թե հրապարակավ կամ Facebook-յան քվեարկությամբ պիտի որոշենք ես վեհապար մնում եմ կամ չեմ մնում։ Դա արդեն լրիվ ուրիշ խնդիր է։ Արդյունքը լինելու է այն, որ եթե սա գնալու է ցուցադրաբար այդ արարողություն անել, երկու տարբերակ կա, կամ եկեղեցին հստակ պիտի պատասխան տա այդ ամեն ինչին, բայց ոչ տաքարյուն, սառնասրտորեն դատելով, գնահատելով վիճակը,
կամ ժողովուրդը իր խոսքը պիտի ասի, իսկ դա նշանակելու է անիմաստ բախում։ Տեսեք հիմա Կիլիկիո կաթողիկոսի հայտարարության մեջ կար մի ասես սարսափելի արտահայտություն, գնում ենք ինքնականդումի։ Նոր ենք գնում։ Այս դեպքերի կապակցությամբ հայտարարեց 2 օր առաջ գնում ենք երկիրը գնում է ինքնականդումի, այսինքն դա վերջին տագնապի կոչի է նման։ Ինչ ունի անել ժողովուրդ այս իրավիճակում։ Ես վերջերս մի վերլուծականներից մեկում, նաև Ջենես Սարմոնյանի հայտարարության մեջ գրել էի, կա մեկ տարբերակ իհարկե, առաջիկայում մեր ժողովրդի զավակները պիտի ստատար կանգնեն եկեղեցուն մեկ տարբերակով, որովհետև մյուս տարբերակները դագաղով եկած իշխանությունը, իշխանության չի կարելի դագաղով պատասխանը տալ Անդրեասյան, դա մեր քրիստոնեական հավատամքին սազական չէ, վայել չէ մեզ, մենք էլ նույն բաները անենք։ Ես կարծում եմ մեր ժողովրդի զավակները պիտի լցնեն եկեղեցու բակերը, պիտի մասնակցեն պատարակների եւ լռելիային այդպես արտահայտեն իրենց դիրքորոշումը ամբողջ աշխարհին, ասելով որ այն ինչ փորձում եք դուք անել մեր եկեղեցու նկատմամբ չի ստացվել, որովհետեւ ամբողջ ժողովուրդը չենք ընդունում։ Ընդ որում այստեղ որևէ նշանակություն չունի դու աթեիստ ես, հեթանոս ես, թե ինչ ես։ Դու պահում ես եկեղեցին որպես ազգային արժեք, որպես ազգային ինստիտուտ։ Դրանք տարբեր բաներ են, հավատքի տաճարը եւ ազգային ինստիտուտը, որը մեր եկեղեցին մեզ համար նվազագույնը վերջին 700 տարվա ընթացքում եղել է ազգային կարևորագույն ինստիտուտ։ Դեռ չեմ խոսում, որ ինչ ունենք մեր մշակույթի հայկական քաղաքակրթությանը ինչ տվել է եկեղեցին, շատ քիչ ինստիտուտներ են տվել։ Այդ իսկ պատճառով կարծում եմ մեր հայրենակիցները պետք է ողողեն եկեղեցիների բակերը բոլոր կիրակնօրյա պատարակների ժամանակ եւ այդպիսով իրենց աջակցությունը հայտնեն։ Այո։ Եվ սոցիալական ցանցերում տարածվող այսպիսի մի մտքի անդրադառնանք, խնդրում եմ, գրում են, որ Փաշինյանը հենց այս օրերին, հենց հիմա զբաղվում է սրանով, փորձում է վաղարշաբաթ խոշորացված համայնքում իր կուսակցության, իր կուսակցի ուրեմն քարոզարշավը հենց դրանով մեկնարկել, եկեղեցին վեհարանը ազատելով եւ այլն եւ այլն։ Եվ դա ծառայեցնել, ասենք, այստեղ քաղաքապետ ունենալու, դառը փորձը ունենալով Գյումրիի, Փարաքարի եւ մյուս ուրեմն ընդդիմադիր համայնքների, այսպես ասեմ, փորձում է էջմիածնում չզիջել, որտեղ բավականին խոշոր համայնք է գիտենք եւ ազդեցիկ եւ մնացած ամեն ինչ։ Ոգևոր մայրաքաղաք։ Այո։ Գիտեք, ինձ համար ավելի ողբերգականը գիտակցելն է, որ մենք սրա հետ պիտի գնանք ընտրության։ Բայց մենք այլ ընտրանք չունենք։ Ես առաջի մարդկանցից եմ եղել դեմ, որ հայտարարել եմ, որ սրանց հետ երկու բան չի կարելի գնալ։ Մեկ ընտրության, մեկ պատերազմի։ Որովհետև երկուսում էլ իրենք հաղթելու են։ Իրենց հակահայ տեսակով։ Պատերազմում հայտարարում են ամառ պարտությունը պարտություն չէ, իսկ ընտրություններում էլ կարող են կեղծել եւ նորից հայտարարել, բայց մենք այլ ընտրանք չունենք, որովհետեւ խաղի անուն դեմոկրատիա է, կապ չունի, ինչ բնորոշում ենք տալիս եւ այլն եւ այլն։ Ինձ համար շատ ցավալի կլինի գիտակցելը, որ այս ամեն ինչի ականատեսը լինելով հանդերձ մենք մեր ատամները դեռ կրճտացնելով, լեզուն սեղմելով չենք ըմբոստանում։ Բայց դիտելով, հետևելով դաշտի զարգացումներին եւ ներսում եւ դրսում եւ ռեգիոնում ինձ քաղաքական այսպես մի եզրակացություն է գալիս, որ ոչ թե պետք է ասել լավ է լինելու, այլ պետք է ասել եթե ես չանեմ, ապա ով։ Բոլորը զբաղված են իրենց խնդիրներով։ Ոչ մեկը ոչ մեկին չի օգնելու։ Սա եթե ընդունում ենք որպես աքսիոմատիկ ճշմարտություն քաղաքականության մեջ, հատկապես այս փոփոխվող աշխարհում, ոչ մեկի վրա հույս չպետք է դնել։ Եթե պարզ ասեմ, Ռուսաստան խրված է իր խնդիրներով։ Միացյալ Նահանգներ
լավ է։ Այո։ Եվրամիությունը գոյություն չունի։ Դե յուրե գոյություն ունի։ Դե ֆակտո որպես այդպեսին չկա։ Չինաստանը նոր խաղացող, Հնդկաստան, Պակիստան, բոլոր երկրները աշխարհակարգ է փոխվում, բոլորը դեմ պատերազմ են եւ մենք ուսներս դրել ենք այս ամբողջի մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի բարեկեցության վրա կամ միջազգային իրավունքի վրա։ Ասում եմ, եթե բացենք Պաղեստինա-իսրայելական հակամարտության կամ արաբա-իսրայելական հակամարտության վերջին 85 տարվա տարեգրությունը ամբողջությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը, որոնցով կոչ է անում դուրս գալ, էսանել, տանել եւ այլն, Իսրայելը ինչ է արել այդ ամբողջը։ Բռնել, ճղել է, լավագույն դեպքում շպրտել, հա։ Նույնը մեզ է վերաբերվում։ Այստեղ դարձյալ վերադառնամ մեր զրույցի սկզբին, եթե դու անվտանգային դիսբալանսը տարածաշրջանում չես հակակշռում էականորեն բարելավելով անվտանգության ռազմական կոմպոնենտի բաղադրիչի վիճակը, երկրորդ բազմակողմանի դիվանագիտական հստակ պայմանավորվածությունների միջոցով դաշնակցային քարտեզի վերականգնումը, ով ունի Հայաստանը դաշնակից աշխարհում, պայմանական ենք ասում դաշնակից։ Ադրբեջանը բարձր բաների մասին է հիմա խոսում, զինվորական ուժը պիտի զարգացնեն դաշնակիցների հետ նոր հարաբերությունները կանոնավոր։ Սմարտիկ շատ հեռու են նման բաներից։ Փաշինյանին հետաքրքրում է մի բան, ինձ տվեք եւս մի շրջան, որպեսզի ես կարողանամ ամբողջությամբ կործանել ձեզ։ Մենք չենք տալու։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտը առհասարակ չեմ գունավորում խորհրդարանական, արտախորհրդարանական անհատազդեցիկ դերակատարներ, կազմակերպություններ, քաղաքասարակություն։ Ազգային ուժեր ասենք։ Որովհետև մենք երկու նժար ունենք։ Մեկի վրա Հայաստանի գոյությունն է եւ զարգացման հնարավորությունը, տեսեք, չեմ ասում կախարդական պայթիկ, զարգացման հնարավորությունը եւ մյուսի վրա թուրքական աշխարհում խամաճիկ պետական միավորի, ֆիկտիվ պետական միավորի գոյությունն է, որը քիչ թե շատ այսօրվա պայմանական եմ ասում 30,000 դրամանոց թոշակի փոխարեն կստանա 35,000 դրամ թոշակ։ Այս երկուսի միջև է լինելու ընտրություն։ Հիմա մեր հայրենակիցները կընկալեն, չեն ընկալի, մեզնից է կախված եւ մեր ակտիվությունից է կախված, մեդիայի ակտիվությունից է կախված, որովհետեւ խնդիրը կրկնեմ Նիկոլա չէ։ Խնդիրը Հայաստանի լինելիության հարցն է։ Եթե մենք այս գաղափարը շատ ճիշտ կարողանանք գյուղ դռնե դուռ ընկնելով, ճիշտ քարոզություն տանելով, տեղ հասցնենք, Նիկոլը որևէ շանս չունի։ Նիկոլը ունի շանս բացառապես մեկ դեպքում բռնություն կիրառելու, որովհետև իր հենարանը ոստիկանությունն է, դատախազություն, ուժային կառույցներն են։ Այնտեղից այն կողմ ինքը որևէ հնարան չունի, բայց ասեմ ձեզ, այդ ուժային կառույցներն էլ են, չէ՞, մերը պետությանն է, իրենը չեն։ Այդ մարդիկ իրենց ընտանիքները մեր հայրենակիցներն են։ Եվ եթե մենք իրար հետ պիտի ապրենք այս երկրում համերաշխ իրար հետ, կարծում եմ իրենք ինչ որ X պահի իրենց քայլը անելու են, բայց պիտի հասունան այդ պահը։ Դա կլինի այս կիրակի, կլինի հաջորդ կիրակի, թե երբ, ես լավատես եմ մեկ հարցում, որ մոտեցել է։ Չէի ուզի, չէի ցանկանա հարցահասներ մինչև ընտրություն, որովհետև եթե մինչև ընտրություն սա ձգեց, նշանակում է, որ բոլոր տիպի ռեպրեսիաներով, կլասիկ բռնապետությանը բնորոշ բոլոր մեթոդներով ճզմելու է բոլորին, նստեցնելու է բոլորին, անխտիր ով ընդդիմանում է իրեն, եւ այդ հարցում ինքը ունի արևմուտքի աջակցությունը նվազագույն լռության մակարդակում։ Ինչ ուզում ես արա, վերարտադրվի չտապալես այստեղ անգլոսաքսերի ծրագրերը, այս տարածաշրջան մենք մեր աչքը կփակենք։ Այս ընթացքում մենք կկարողանանք ստեղծել այդ կազուսը, այդ առիթը կստեղծենք, սրանից ձերբազատվելու, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ։ Կհանդիպենք սիրելի բարեկամներ։